Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք իրավապաշտպան, բոլորին դեմ եմ կուսակցության ներկայացուցիչ Տիկին Նինա Կարապետյանցի հետ։ Ողջունում եմ Տիկին Կարապետյան, շատ շնորհակալ եմ, որ եկել եք։ Ես եմ շնորհակալ հրավերին, միշտ ուրախ եմ ձեզ մոտ գտնվել։ Ի պատասխան Աննա Հակոբյանի երեկվա ասուլիսի ձեր արձագանքը Facebook-յան հավաքել էր 150,000 դիտում այն պահին, երբ ես էի նայել, կարծում եմ ավելացել են դիտողների թիվը եւ մոտ 600 մեկնաբանություն։ Մարդիկ շատ բուրն էին արձագանքել ձեր խոսքին եւ ոմանք իհարկե իրենց համաձայնությունն էին հայտնել ձեր ասածներին, ոմանք վիրավորել ձեզ, հետո սկսում են իհարկե սովորության համաձայն մարդիկ իրար մոռանում են ինչի մասին են խոսքը, սկսում են իրար վիրավորել, այդ մենք սովոր ենք, բայց հետ են գալիս հարցերից մեկը, որը ուղղված էր ձեզ, իդեպ մի քանի հարց եմ այդտեղից դուրս բերել, որովհետև այդ ձեր այսօրվա գործունեության հետ էլ է կապված այդ հարցը, բայց առաջին հարցը հետևյալն էր. ինչի եք անդրադառնում, արժի որ խոսքը գնում է ինչի է Նինա Կարապետյանցը անդրադարձել Աննա Հակոբյանի ասուլիսի ժամանակ բարձրացրած հարցերին։ Շնորհակալություն, ես կարծում եմ, որ առհասարակ խուսափում եմ կանանց թիրախավորելուց կամ կին գործիչներին, հանրային դեմքերին արձագանքելուց մի տեսակ կանանց նկատմամբ այնքան բան կա, խտրական վերաբերմունք կա ու շատ կոշտ լինում միշտ հարցակումը, դրա համար ինքս փորձում եմ հազվագյուտ դեպքերում անդրադառնալ, բացառությամբ այն դեպքերի, երբ ուղղակի լռել հնարավոր չի, ինձ օրինակ ամենաշատը վրդովեցրել էր Տիկին Հակոբյանի այդ վերաբերմունքը, խոսելու ոճը, այդ մի տեսակ տենց զզվանքով խոսելը մարդկանց հետ, գոլեգաների հետ, ինձ համար մեղմ ասած ընկալելի չէր։ Ու նաև երբ Տիկին Հակոբյանը խոսում է կնոջ որպես կին իրավունքների մասին, ինձ մեղմ ասած վրդովեցնում է, երբ որ Տիկին Հակոբյանը սկզբունքորեն չի ուզում տեսնել, որ կան էլի կանայք Հայաստանի Հանրապետությունում, որոնց իրավունքները խախտվել են, որոնց իրավունքները ոտնահարվել են, եւ դա արվել է իր թիմի, իր քաղաքական նախասիրությունների, այսպես իր ամուսնու թիմի չնայած յուրաքանչյուր իր մեղքի բաժինը այսպես պատասխանությունը իր գործողությունների համար անում, բայց Տիկին Հակոբյանը այնքան ակտիվ գործունեություն է ծավալել այս ամբողջ ընթացքում, որ ուղղակի չտեսնել է այդ ամեն ինչը, չարձագանքել ու միայն իր եւ իր իրավունքների խախտման առումով արձագանքել, մեղմ ասած անտրամաբանական էր, էլի։ Ինձ նույնականացնում, ես ուրիշ գործունեությամբ եմ զբաղվում, ես ուրիշ մարդ եմ, դուք ինչի եք անընդհատ ինձ այդ կուսակցության հետ կամ Նիկոլ Փաշինյանի հետ, հա։ Լավ, եկեք տրամաբանական հարց տանք, Տիկին Հակոբյանի, դուք ապրում եք կառավարական առանձնատանը, եթե ձեզ սպասարկում են պետական մեքենաները, եթե ձեր անվտանգությունը ապահովում են զուգահեռաբար ձեր մեքենային, ընթանում են նաև անվտանգության մեքենաներ, եթե դուք ունեք դուռ բացող, զոնտիկ պահող ձեզ բանում, դաչայում սպասարկող մարդիկ, եթե ձեզ բրենդային հագուստներ են տալի, թեկուզ ժամանակավոր տալիս են կրելու, որովհետև դուք վարչապետի կինն եք, այլ պարագայում ես չունեմ այդպիսի տեղեկություն, որ նախկինում լրագրող Նիկոլ Փաշինյանի կնոջը բրենդային ինչ-որ ֆիրմաներ տվել են հագուստներ կրելու կամ ինչ-որ տենց նվերներ են արել։ Հիմա այս ամեն ինչից եթե դուք օգտվում եք, նշանակում է դուք այդ մարդու հետ փոխկապակցված եք։ Հիմա դուք ինչ հարաբերություններ ունեք, դա ձեր խնդիրներն է, դա ոչ մեկին չվերաբերվող հարց է։ Դուք օգտվում եք բարիքներից, բոլոր բարիքներից, որը նախատեսում է վարչապետի կին լինելը, բայց հակառակ կողմը չեք ուզում տեսնել։ Սա ազնիվ չի կամ սա մանիպուլյացիա է, բայց անկեղծ ասած իմ մոտ տպավորություններ նաև ես հետո շարունակաբար փորձում եմ հասկանալ Տիկին Հակոբյանի ելույթը ինչի հետ էր կապված, իսկ կարծում եմ, որ Տիկին Հակոբյանը մի տեսակ ոնց որ ստիպված է եղել խոսել այս ամեն ինչի մասին, թուղթը գրել տվել են, ասել են կգնաս կկարդաս։ Դա իր նախաձեռնությունը ամենևին չի եղել։ Որովհետև Տիկին Հակոբյանը երբ որ իր մտքերն արտահայտում, մի քիչ ավելի այլ բովանդակության, այլ վայբի մեջ է լինում, էլի։ Հիմա մի տեսակ ես կասկածներ ունեմ, որ տվել են, ասել են, նախ իր վերադարձը նաև շատ հետա մեկ այդ շռնդալից հեռանալը, մեկ էլ վերադարձը, կարծում եմ դա էլ այդ PR կամպանիայի ինչ որ մի մասն է կազմում, հետեւաբար մտածել են, որովհետև շատերն են խոսում, ասում են, ու շատ տրամաբանական հարց է կարծում եմ, որ մարդ, որը չի կարողանում ընտանիք կառավարել կամ ընտանիքում համաձայնության գալ, հաշտ լինել ընտանիքում, այդ մարդուն պետությունը տալիս է կառավարի
որ ինչ չլինի, որ ինչ արդյունք ստանաք։ Եվ հետեւաբար այդ ֆոնի վրա ինձ թվում է բանը Տիկին Հակոբյանին հետ են հրավիրել, մի հատ էլ թուղթ են տվել, ասել են այս թուղթը կկարդաս։ Մի խոսքով, եթե այդպիսի բան կա, եթե Տիկին Հակոբյանին օգտագործում են որպես PR կամպանիայի մաս, ես շատ խիստ դատապարտում եմ դա, որովհետև կարծում եմ, այո, այս իմաստով իր որպես կին իրավունքները խախտվել են։ Բայց եթե Տիկին Հակոբյանը չի ուզում սկզբունքորեն տեսնել, որ ինքը այդ շարժի մեջ չի կարող չասոցացվել, եկեք ես ուրիշ դա անդրամաբանական, եկեք ուրիշ օրինակ բերեմ, օրինակ տղայի անունը ինչ էր, Աշոտ Փաշինյանը, եթե այս տեքստը կարդար Աշոտը Փաշինյան, ինչ որտեղ տրամաբանական կլներ, որտեղ Աշոտը առանձնատանը չի ապրում, Աշոտին չեն սպասարկում, հատուկ միջոցառումներ չեն կազմակերպում, հա, տենց բյուջետներից տարբեր իրենց ներկայությամբ չեն պատվում, չեն վճարվում, մնացած այդ ամեն ինչը տեղի չի ունենում, եթե Աշոտը այդ բանը ասեր, ես կասեի, լավ, ինչ որ տրամաբանական բան կա, թեպետ հա, արյունակցական կապ կա մարդկանց մեջ, բայց ակնհայտ է, չէ՞ որ Աշոտը այդ ընտանիքի մի տեսակ 20 թվականի պատերազմից հետո առանձնացած տենց լոկալ ինքը իր համար չերևալով ապրում է։ Բա այս պարագայում Տիկին Հակոբյանը չի տեսնում տարբերությունը սկզբունքորեն։ Դե նա գուցե նկատի ունեն, որովհետև ես ինչու եմ այս հարցերը տալիս, որովհետև հասարակությունը քննարկում է, այո, դուք էլ նշեցիք, գուցե Տիկին Հակոբյանի իրավունքներն էլ է խախտված, ինչ որ ձևով ու այդ մասին էլ մենք պետք է երևի թե մտածենք եւ դա մեզ պետք է բոլորիս մտահոգի։ Բայց նա մտածել է, ասել է դե Քոչարյանն էլ է ունեցել կին, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մենք ունեցել ենք նախագահների կանայք, որոնք այսպես չեն աֆիլացվել, այսպես չեն ոնց որ թե թիրախավորվել ինչպես Աննա Հակոբյանը։ Շատ բարձ տրամաբանություն կա դրան, որովհետև եթե չեմ սխալվում Լյուդմիլա էր անունը առաջին նախագահի, Տիկին Լյուդմիլային շատերը դեմքով չեն էլ ճանաչի։ Եթե նկարը ցույց տակ փողոցում, անգամ տարիքով մեծերի չեն ճանաչի, որովհետև Տիկին Լյուդմիլան այդքան չէր երևում, եթե հազվագյուտ ծայրահեղ դեպքերում, երբ որ պահանջվում էր ներկա լինել առաջի տիկնոջը, այդ ժամանակ մենք տեսել ենք մնացած բոլոր պարագաներում Տիկին այդքան ակտիվ չի եղել։ Նույնը կարելի ասել Բելա Քոչարյանի մասին, հազվագյուտ բացառիկ դեպքերում, երբ որ հիմա կարելի է մարդկանց սիրել կամ չսիրել, հաշ լինել չլինել, բայց հանուն արդարության եկեք ասենք Տիկին Քոչարյանն էլ չէր երևում ասպարեզում, բացառիկ դեպքեր են եղել։ Ես օրինակ կհիշեմ մենակ բանը, նախ այդ ընտրություններին ընդառաջ ընտանեկան ինչ որ նկարները, ֆոտոները, թորների երեխաների հետ, մեկ էլ Հռոմի պապի հետ հանդիպումն եմ հիշում, ուրիշ նկար իրանց հետ Տիկին Բելա չեմ էլ կարողանում մտաբերել։ Բանի Սերժ Սարգսյանի, հա, թեև զբաղվում էր բարեգործությամբ։ Հա, բայց դա չէր արվում, այսքան վիզուալիզացիա չկար, այսքան հանրային չէր Տիկին Բելան եւ մնացածը։ Նույնն էլ մոռացա անունը, Ռիտա Սարգսյանին էր վերաբերվում։ Տիկին Ռիտան առանձին դեպքերում տեսնում էր ինչ որ մշակութային բաներում, հա, տենց միջոցառումների ժամանակ կամ բարեգործական, հա, էլի բարեգործական այդ երեխաների առողջության հետ կապված, բայց այսքան ընդգծված ինքնուրույն խաղ առաջի տիկնանցից ոչ մեկը չի այդպեսի դիրք չի զբաղեցրել։ Տիկին Հակոբյանը այսպես ինքնուրույն խաղալու տենց բաներ էլի առաջամարտիկ էր ամբողջ ընթացքում։ Ինչու է անդրադարձել այդ խնդրին, սա իհարկե անձնական ենթադրում եմ, որ անձնական չէր, որ դուք հենց Աննա Հակոբյանին նկատի ունեիք, որ պետք է թիրախավորեիք եւ պետք է ինչ-որ գնահատական տայիք։ Նախ ես Տիկին Հակոբյանին իսկապես չեմ, ոչ մի խնդիր չունեմ, անձնապես ծանոթ չեմ, երբեք չեմ հանդիպել, հուսամ երբեք չենք հանդիպելու, մեր ճանապարհները չեն խաչվելու, որտեղ ոչ մի ընդհանուր բան մենք չունենք Տիկին Հակոբյանի հետ։ Եվ անդրադարձել եմ, որովհետև ինձ դուր չի եկել այդ ոճը եւ այդ մոլորությունը, որտեղ շատ հեշտ է խոսել իրավունքների մասին, միայն այն դեպքում, երբ որ դու միայն քո մասին ես մտածում։ Իսկ մնացածը քեզ ընդհանրապես չի հետաքրքրում։ Անշուշտ Տիկին Հակոբյանն դեղ ասեց, եթե բացեք իմեջը կտեսնեք, որ ինչ կանանց մասին ես նաեւ խոսել եմ։ Դե լավ ասում խոսելուց, երբ որ դու ունես այդպիսի մեծ հարթակ, երբ որ դու ունես այդքան մեծ լսարան, դու կարող ես օգտագործել դա լավագույնս կանանց շահերը, եթե այդ է քո խնդիրը, հա, այդ գիծն ես վերցրել պաշտպանելու կանանց իրավունք, դու կարող ես շատ ավելի պրոակտիվ լինել այդ իմաստով, ոչ թե ցեղասպանական գործողությունների ընթացքում ճաշ էփեիր կառավարական ամառանոցում ու հրապարակեր, երբ որ արցախցիները սոված էին ու լրեր այն ժամանակ, երբ որ Եռաբլուրում զոհված զինվորների մայրերին, այդ sense, ինչ ասեմ, անպարկեշտ ձևով ուղղակի sense ոտու ձեռ արած տանում էին ու քրեական գործեր իրենց վերաբերալ հարուցում։ Այդ ժամանակ կարող էր խոսել։ Աննա Հակոբյանը եղել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի գրանցված թե չգրանցված կինն է, կամ համենայն դեպս երեխաների մայրն է Նիկոլ Փաշինյանի, դուք համարում եք, որ Աննա Հակոբյանը
քաղաքական գործընթացների մեջ ակտիվ գործողություններ է արել, ակտիվ ներգրավվածություն է ունեցել, այդ իսկ պատճառով դուք որպես քաղաքականության մեջ Աննա Հակոբյանին եք դիմել, հա, երևի թե այդպես է։ Այո, եւ նաեւ ոչ պարզապես որպես կին, ինչպես դուք Լյուդմիլայի անունը դրեցիք։ Հա, բացարձակ։ Իհարկե Տիկին Հակոբյանն այնքան ակտիվ գործունեություն է վարում, որ ինքը հավասարաչափ ընկալվում է եւ չի կարող չընկալվել այլ կերպ, կան ՔՊ-ի կամ չգիտեմ, իմ քայլը կլինի, ՔՊ-ն կլինի։ Մի խոսքով Նիկոլ Փաշինյանի ցանկացած ֆորմատով ձևավորված քաղաքական process-ի մասնիկ ուղղակի այլ կերպ ընկալվել չի կարող։ Շնորհակալություն։ Այդ որ ասացի 600 ուրեմն մեկնաբանություններ էին թողել։ Ճիշտ ասած, ես երբևիցե այդ մեկնաբանությունների հիման վրա հաղորդում չեմ կառուցում, բայց բացառությամբ այսօր որոշ հարցեր, այո, որովհետև հետաքրքիր էին եւ այդ ձեր ընկերներ կամ օգտատերերի հարցերը այն տեսակետից, որ ձեզ որպես արդեն բոլորին դեմ եմ կուսակցության ներկայացուցիչ էին հարցնում, բայց սա դեռ քաղաքական չի, բայց չէ, ես քաղաքականացնեմ այս հարցը։ Ամեն ինչ քաղաքական է, Սիլվիա, ամեն ինչ քաղաքական է։ Մարդիկ ովքեր ասում են, որ ինչ-որ process-ներ քաղաքական չեն, իրանք ուղղակի մոլորության դառը մոլորության մեջ են։ Մարդիկ խառնում են կուսակցականությունը եւ քաղաքականությունը։ Ամեն ինչ քաղաքական է, սպորտից, արվեստից, մշակույթից մինչեւ ռազմական ինչ-որ գործողություններ, ամեն ինչ քաղաքական է։ Ուրեմն հա մեկնաբանություն հաջորդ։ Լավ եղեք, գրում է օգտատերը ձեզ, լավ եղեք, բայց զգուշ եղեք։ Եվ այստեղ ուզում եմ ես բարձրացնել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, քաղաքական գործիչների անվտանգության հարցը։ Ինչպես է գնահատում այս նախընտրական շրջանում այս խնդիրի, ինչպես է դրված խնդիրը, ինչպես են պաշտպանված են արդյոք, թե ոչ։ Դե տեսեք, մենք ունենք դե ճիշտ են ասում իրականում, որովհետև այդ սպառնալիքները արդեն հնչում են, դա չի վերաբերվում միայն կոնկրետ անձանց, ովքեր ներգրաված են ինչ-որ process-ների մեջ, դա վերաբերվում է նաև իրենց հարազատներին, ընտանիքի անդամներին, դա իսկապես այդպես է, որովհետև եթե նախկինում մենք ունենք հնարավորություն, օրինակ մեր միջազգային գործընկերներին դիմել ու ինչ-որ չափով զսպել իշխանությունների ախորժակները, հիմա այդ գործիքակազմը չկա։ Եթե նախկինում մենք ունեինք քաղաքասարակություն, որը անկախ իր քաղաքական նախասիրություններից պատրաստ էր ատամներով պաշտպանել ցանկացած մարդու իրավունքներ, այսօր մենք այդ գործիքակազմը չունենք, մենք այլևս քաղաքասարակություն որպես այդպեսին չունենք։ Հետևաբար, այո, մարդիկ մնացել են անպաշտպան եւ ես ի սկզբանե ցանկացած մեկին ով փորձում էր այս process-ի մեջ մտնել, ես ասել եմ դուք հասկանում եք, չէ՞ որ մոտավորապես պլյուս-մինուս մահապարտի կարգավիճակում եք, որովհետեւ ձեզ այդ ամեն ինչ կարող է պատահել եւ որևէ կառույց չկա, դե ներքին արդարադատության համակարգ, ոստիկանություն, ԱԱՑ, դրանց մասին ընդհանրապես չեմ էլ խոսում, որտեղ դա քննարկելու իմաստ էլ չկա։ Չկա այլևս այդպիսի միավոր, որը հնարավոր ինստիտուտներ, որոնք կկարողանան կասեցնել ձեր նկատմամբ բռնությունները, հետապնդումները եւ մնացած ամեն ինչ որ կարող է տեղի ունենալ, որովհետեւ մենք անգամ ունեցել ենք ընդդիմադիր մի տեխնացուի այլ պաշտոնյայի մահ ենք արձանագրել, որի գործը այդպես էլ տենց միջև վերջ չքննվեց, նորմալ չքննվեց ու մենք չհասկացանք պատճառները, լղոզված ինչ որ անունը մոռացա, Վալոդիա ապելու երկրի բանը, հա, ներկայացուցիչներ կներեք, ասում այսքան ինֆորմացիայի մեջ արդեն սկսում եմ ինչ-որ բաներ մոռանալ։ Այնպես որ ոչ մի անվտանգության տեսանկյունից ոչ մեկ երաշխավորված չի, բայց սա այսեն որ ասում են իսկապես կյանքի մահի կռիվ է, որովհետև մի խումբ մարդկանց համար սա իրանց պաշտոններում մնալու եւ հետեւաբար այդենց մեծ ծավալի ոստիկանությամբ հատուկ ծառայություններով իրանց անվտանգությունը ապահովելու երաշխավորված այսպես անվտանգություն ունենալու հարցը, մեր համար սա պետություն ու հայրենիք ունենալու հարց է եւ այո ոչ մեկ երաշխավորված չի։ Ես արդեն ստացել եմ այսպես ուղերձներ առայն, որ սպասի քո վերաբերյալ ոնց էին ասեք կամպրոմիտիրույշի հայրեն ոնց էր վարկաբեկող նյութերի հրապարակումներ են լինելու, չգիտեմ ինչեր են լինելու, անկեղծ ասած երկար մտածեցի ինձ նենց է արդեն ինձ շատ հետաքրքիր է ինչով պիտի վարկաբեկեն ասեմ որ ստացվել է բանը հետաքրքրություն առաջացնելը ստացվել է որովհետև շատ երկար մտածելուց հետո տենց էլ չկարողացա հասկանալ ինչով պիտի վարկաբեկեն սպասենք տեսնենք սպասենք իհարկե հարց Տիկին Կարապետյանցից Տիկին Կարապետյանց թերթելով ձեր գրառումները չհանդիպեցինք ձեր անդրադարձը ընտրակաշարքների վերաբերյալ բայց գրառում չկա որտեղ դուք չեք թիրախավորում ներկայիս կառավարությանը
գերարում չկա, որտեղ դուք չեք, համ թիրախավորում եք, համ այս վերջին ուրեմն ձայնագրությունների հետ կապված լուրերին չեք անդրադարձել եւ խոսելով թե իբր երբեք այսքան չի խախտվել, քան հիմա է խախտվում, թույլ տվեք ձեզ հետ չհամաձայնել։ Դուք պատասխանել եք, ընդ որում ասեմ հետաքրքիր էր, որ չեք զլանում եւ պատասխանում եք հարգելի, այսինչ անհարգելի, այնինչ այսինչ։ Դուք ասեցիք, ես կտրտված ձայնագրությունների հիման վրա գնահատականներ չեմ տալիս, իսկ ընտրակաշարքը իր բոլոր դրսևորումներով խստորեն դատապարտում եմ։ Ինչու չեք արձագանքել, տիկին Նինա, որովհետեւ այդ վարկաբեկումները հիմա ես մի քիչ ավելի ուշ կկարդամ, թե նոր 3 էլի սոցցանցերը պայթում են Էկոնոմովի հետ կապված ինչ որ վարկաբեկող նյութեր, ընդ որում շատ հետաքրքիր է, որ փաստերով չի տրվում։ Դե որովհետեւ այսպես կողմնակի ասում են, գրում են, այստեղից են լսել այնտեղից, բայց լավ կլիներ, որ փաստերը լինեին։ Ես չեմ կասկածի տակ դնում, բայց երբ որ փաստ չկա, արդեն ուզես կասկածի տակ։ Հիմա ուրեմն ձայնագրություններին ինչի ռեակցիա չեն տալիս, ըստ երևույթին այս հարցի մեջ կա կասկածամտություն, կա ինչ-որ ակնարկ, նախ ինչ ակնարկ եք տեսնում եւ ինչ եք պատասխանում։ Հա, դե ակնարկում են, որ միայն իշխանությունների չեն ակնարկում, ուղղ ասում են, որ միայն իշխանությունների թերացումներն եմ տեսնում, մնացածինը չեմ տեսնում, եւ իմ սկզբունքը չի փոխվել, բոլոր ժամանակներում եղել է նույնը, ես կտրտված ձայնագրություններով, հիշեք, քրեական գործը, երբ որ ընթանում է, միայն քննչական մարմինը, այսինքն վարույթ իրականացնող մարմինը, քննիչները ու դատախազը իրենց իրավունք են վերապահում, ինչ որ կտրտված հատվածներով, ինչ որ բաներ հրապարակել, մնացածը խոսելու իրավունք չունեն, այսինքն հակադարձելու հնարավորություն չունեն, բացատրություններ տալու հնարավորություն չունեն։ Եվ սա ստեղծում է մի հատ իրավիճակ, որտեղ ես այնքան հին եմ, որ ես հիշում եմ, ինչպես էին մարտի 1-ից տալիս տարբեր այսպես հատվածներ կտրտված, ես հիշում եմ դրանից առաջ ոնց էին տալիս տարբեր կտրտված հատվածներ հանրայինով են ժամանակ տալի, հիմա համացանցն են լցնում, ու այո, ես կտրտված ձայնագրություններով եզրահանգումների չեմ գալի, որովհետև դու չգիտես դրան նախորդող եւ դրան հաջորդող զրույցի ընթացքում ինչ է տեղի ունեցել, ինչի մասին են խոսել, ինչ միջավայրում են խոսել, ովքեր են եղել։ Զրույց չի սա, սա կարող միանշանակ տարբեր զրույցներից կարող է լինի եւ սրա ամենալավ օրինակը դա գիտեք որն էր Սրբազան պայքարի ժամանակ Բագրատ Սրբազանին առաջադրող մեղադրանքի ժամանակ տարբեր եթերներից ներառյալ հանրային հեռուստաընկերությունը գնում էին այդ թվում նաեւ գլխավոր դատախազ, այդ թվում նաեւ քննչական կոմիտեի ղեկավարը գնում էին ու հայտարարում էին, որ այս մարդիկ պատրաստվում են փողոցում իրանց հետ անհամաձայն մարդկանց գնդակահարել։ Մոտավորապես այս տրամաբանության մեջ են։ Ու ես այն ժամանակ էլ պնդում եմ, ասում են, դուք չեք դատապարտում ահաբեկչություններ, կը դատապարտում եմ։ Դե նորմալ մարդ կա, որ ահաբեկչությունը կարող է չդատապարտի։ Բայց այն ժամանակ էլ ես ասում եմ, որ Ժորժ ջան, թող հրապարակեն ամբողջական նյութը, մատ հասկանանք ինչի մասին է։ Այո, խոսքը գնացել է այնտեղ ինչ որ դեպքի իրադարձությունների մասին, հա, իմ համար նորմալ չի բոլոր դեպքերում, բայց խոսքը բոլորովին չէր գնում ցուցարարներին կամ անհամաձայն մարդկանց կամ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին գնդակարում, բացարձակ դրա մասին չէր խոսքը գնում։ Հետևաբար ես մնում եմ իմ տեսակետին, որ առանձին կտրտվածներով չեմ գնահատական չեմ կարող տալ, իսկ կոռուպցիան դատապարտում, իհարկե դատապարտում եմ։ Իհարկե նորմալ չի, որովհետև մենք ունենք մի հատ մատրիցա, ստեղծվել է այս ընտրությունների հետ կապված մի հատ մատրիցա, որտեղ դու շանս ունես պարլամենտացնելու եւ քաղաքականությամբ զբաղվելու մենակ երկու դեպքում։ Առաջին, եթե դու իշխանություն ես ու ունես լծակներ, ադմինիստրատիվ լծակներ եւ պետական բյուջե, որի հաշվին դու կարողանում ես նաեւ այդ կաշառքը նաեւ այդ կաշառքի մասին է, որտեղ երբ որ դու նախապես բյուջետում չես նախատեսում թոշակների բարձրացում, իսկ հետո հանկարծ երբ որ հասկանում ես, որ քո վարկանիշը ընկնում է, հանկարծ ինչ որտեղից փող ես գտնում ու թոշակները բարձրացնում ես, դա եւս կոռուպցիայի դրսեւորում է, ասեմ ինչ որ մարդիկ որ նեղվել են դրանից իմանան, եւ զուգահեռ կամ մյուս տարբերակը, եթե դու ունես շատ փող ու կարողանում ես տարբեր ինչ որ process-ներ իրականացնել այդ քողի տակ։ Իհարկե դատապարտում եմ։ Մնացա այս մատրիցան մեր որպես թիմ բոլորին դեմը եւ նժարը առանձին իր մեծ պրոյեկտով գալիս է այս մատրիցան կոտրելու։ Այնպես իրավիճակ ստեղծեն, որ այդ թվում նաեւ փոքր եւ նոր ստեղծված խմբերը, թիմերը, կուսակցությունները կարողանան ի հայտ գալ, կարողանան լսելի լինել, տեսանելի լինել, որովհետեւ դու չես կարող, դու ինչ որ մեկի տակ պիտի լինես, էլի, որ կարողանաս քաղաքականությամբ զբաղվես։ Երբ որ դու ինչ որ մեկինն ես, դու այլևս քո պետության, քո ժողովրդի հետ կապ չունես, դու Իրանն ես, ու դու Իրան ես սպասարկում։ Այսինքն կասկածի տեղ են տալիս այդ բոլոր ձայնագրությունների հրապարակումները
այսպես այո, կասկածի տեղ են տալիս կարծում եք։ Տեսեք, դա կարող է մանիպուլացվել մի տիեզերական մասշտաբի։ Եթե դու հիմա իմ ու ձեր նոր նստած այդտեղ սուրճ ենք իրար հետ խմում, այդ զրույցից եթե փոքր կտորներ կտրտեն, իսկ ես վստահ եմ, որ իմ հեռախոսը բառեր առանձին հանեն, իհարկե, որտեվ կտրտվածությունը շատ կտրտեն, հրապարակեն, կստացվի, որ ես եւ դուք ինչ որ մի խայտարակ մի բան ենք մտածում, իսկ դա մարդուն Չերականում իհարկե չենք մտածում, որովհետև դուք էլ ես էլ շատ լավ ասում հասկանում ենք, թե ինչ իրավիճակում ենք ապրում եւ ինչա պետք դրա համար անել, դրա համար պետք է հասարակության մեջ հաշտություն մտցնել, դրա համար պետք է մեր հասարակությանը այ գարմոնիա վերադարձնել, հա հանգստությունը հոգու հանգստություն չէ, լավ ստացվեց, հա, հավասարակշռությունը վերադարձնել մարդկանց։ Մեր մարդիկ ընդհանրեն ուզում են հանգիստ ապրել։ Ներդաշնակություն։ Այսպես ասենք, ԿՊՆ-ն կարող է ասել, տեսեք դուք ուրեմն թոշակների բարձրացում եք, թիրախավորում, ասում եք, սա է, մենք ինչ է պետք է 3-4 ամիս, կես տարի ոչինչ չանենք, ոչ մի լավ բան չանենք, ոչ մի դպրոց չբացենք, թոշակ չկարողանանք բարձրացնել, որտեվ ինչ էլ մենք անենք, դուք ասելու եք դու բան ես անում։ Չարաշահում ես քո ԿՊՆ-ն առհասարակ խոսելու տեղ չունի, հատկապես թոշակների հետ կապված, որովհետև երբ որ դու հաստատում ես բյուջեն ու դու ասում ես, որ ես չունեմ փող ավելացնելու թոշակները, ու շատ կարճ ժամանակ հետո արդեն բյուջետը հաստատելուց հետո, ուժի մեջ մտնելուց հետո դու սկսում ես թոշակներ բարձրացնել, ակնհայտ է, այստեղ խոսալու բան չկա ուղղակի։ Իսկ մնացած բոլոր գործողությունները, դա սա միայն ԿՊ-ի բանը չի, ֆիշկան չի, բոլոր ժամանակների իշխանությունները իրենք օգտագործել են լծակը եւ ասֆալտ են գնացել ինչ որ մտեղ փռել ընտրություն ախր մենք այդ ասֆալտի պատմություն շատ վաղուց գիտենք էլի չենք ասֆալտից դենը չեն կարողացել դուրս գալ իրականության մեջ այո մենք գաղափար միտք չենք կարողանում մեր հասարակությանը սովորեցնել դեռ չենք կարողանում որտեղ մենք այդ ուղու վրա շատ մեծ աշխատանք ունենք այսինքն ձայն տան որովհետեւ նա մտքերին ու գաղափարներին Հայաստանը քեզ առաջարկում ոչ թե ձայն տան որովհետեւ նա եղու բրինձ է բաժան որովհետեւ ինչ որ մեկը շատ փող ունի ու կարող է աջակցի կամ ինչ որ մեկին սիրում են վստահում են կամ չէ։ Լավ, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, այսպիսի հղում է տրվում, այն նյութն եմ ես հիմա ուզում ներկայացնել եւ ձեր պարզաբանումը ստանալ, որը վերաբերում է էկոնոմիային։ Իհարկե, էկոնոմովը ինքը առանձին քաղաքական գործիչ է, անձնավորություն է, իրեն էր պետք, բայց քանի որ դուք մի թիմով եք աշխատում եւ սա ըստ երևույթին ոչ թե հենց իր անձին է վերաբերում, այլ քաղաքական այդ գործողություններին եւ գծին է վերաբերում, ուստի այդ հարցը ուղղում եմ ձեզ։ Թող պարոն էկոնոմովը ինձ ների, որ պատասխանը ձեզանից եմ պահանջում, այսօր դուք եք իմ հյուրը։ Սիրով։ Ահա, եւ այսպես, ես մեջբերում եմ այն նյութը, որը Telegram ալիքով էր գնացել, հետո Facebook-յան սաղ էջերը, ով կար, չկար, կայքերը իրարից նույն այս տեքստը երևի ոչ մի բառ չէին փոխում, տարածում էին։ Երեկվա այսպես ակտիվությունը այս լուրի շուրջ էր։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների գրված է այդ լուրի մեջ հայազգի գործարար Արտաշես Էկոնոմովը, որը երկար տարիներ ապրել եւ աշխատել է Ռուսաստանում, հայտնի է ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր ջերմ անձնական հարաբերություններով, մտերիմ է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ եւ այժմ Ինչպես պարզվում է, ակտիվորեն խթանում է բոլորի դեմ շարժումը Հայաստանում։ Նա հայտարարել է, որ երկար տարիներ ֆինանսավորել է ազգային ժողովրդավարական BVR եւ բերվում է պարոն Էկոնոմովի ուրեմն խոսքից, որտեղ ասվել, ինչ է ասվել, չկա։ Ուղիղ առաջին դեմքով գրվում է ես միայն աջակցել եմ BVR-ի ընդհանուր առմամբ մոտ $200,000 ես կանգնած եմ եղել իմ եղբայրներ Գարեգինի Վարուժանի Գարեգին Էչուկազյան Վարուժանի Ժիրայրի կողքին երբ մենք համակարծիք ներողություն երբ մենք հիմնադրեցինք նժար կուսակցությունը մենք պլանավորել էինք միանալ BVR-ին Փաշինյանին հեռացնելու փոփոխություններ իրականացնելու գործում, ասաց նա։ Ուրեմն Ռուսաստանի հետ ջերմ անձնական հարաբերություններ, մտերիմ հարաբերություններ եւ Շոյգուի անունն է տրվում եւ արդեն էլ նորից չվերապատմեմ, արդեն պարզ էր։ Պարոն Էկոնոմովը արդեն բազմիցս դրա մասին խոսել է, բայց ես էլ կխոսեմ։ Ուրեմն
Պարոն Էկոնոմովը ուսանողության տարիներից սկսած սովորել է սովետական միության տարիներին, որոշ մարդկանց համար երևի բան կլինի, էլի, SS Ռուսաստանը չէր, այդ սովետներ դեռ։ Սովորել է Ռուսաստանի Դաշնությունում, Մոսկվայում ապրել է, ավարտելուց հետո այնտեղ սկսել է աշխատել եւ զբաղվել է նաեւ, մի բիղ վերադարձել է Հայաստան, հետո նորից վերադարձել է Ռուսաստանի Դաշնություն, ապրել է այնտեղ, աշխատել է, ունեցել է բիզնեսը զարգացրել է եւ ցանկացած մարդ, ով ունի ապրումավորոշակի միջավայրում, ունենում է նաեւ ընկերներ։ Մեծ բիզնեսի պարագայում դու հնարավորություն ես ունենում նաև ունենալ մի քիչ ավելի բարձր պաշտոնի ընկերներ։ Դրա մեջ ոչ մի արտառոց եւ արտակարգ ինչ որ բան չկա։ Ջերմազնական հարաբերություններ, մտերիմ հարաբերություններ։ Ոչ մի գաղտնիք չի եղել, եթե այդ հարցը ուղեին պարոն Էկոնոմովին, ինքը բաց տեքստով դա կասեր։ Առաջի անգամ երբ որ պարոն Էկոնոմովի ես հանդիպել եմ, պարոն Էկոնոմովը ինքն է ինձ ասել, որ ես ունեմ, ես իմ մասին ամենա այսպես սարսափելի ինֆորմացիան ճակերտավորը կարող են հայտնել, դա այն է, որ ես բազմաթիվ բարձրաստիճան եւ խոսքը միայն Շայգուի մասին չի, եթե ասում գնացեք այնտեղ տանջվեք հիմա, ասում անունների արկե չեմ հնչեցնելու, եթե պարոն Էկոնոմովը հնչեցնի, ես այդտեղ կկրկնեմ, բայց այո, ոչ միայն Շայգուի հետ կապված։ Հիմա մարդը ապրել է այդ միջավայրում, մեծ բիզնես է իրականացրել եւ ունեցել է նաեւ ծանոթներ, ընկերներ, որոնց հետ մի մասի հետ ավելի մտերիմ հարաբերություններ է ունեցել։ Որոշ ժամանակ հետո պարոն Էկոնոմովը ուղղակի այլ երկիր է գնում, իր բիզնեսը այլ ոլորտ է տեղափոխում, IT ոլորտում է տեղափոխվում եւ այլևս Silicon Valley ամալնում, Միացյալ Նահանգներում, Լոնդոնում, իր բիզնեսը հիմա այնտեղ է։ Եթե ուզում են փորձել կապել ինչ որ մարդկանց հետ ու ռուսական հետ կտեսնել այս պատմության մեջ, դա անտրամաբանական է, որտեվ իմ հիշելով մոտավորապես 10 տարուց ավել, դա 15 տարի է, պարոն Էկոնոմովը այլևս դրսի հետ է աշխատում, Միացյալ Նահանգների հետ է աշխատում, Լոնդոնում, այնտեղ այրա պրոյեկտները։ Ռուսաստանի Դաշնությունում ինքը այլևս չունի բիզնեսներ, շատ վաղուց չունի։ Իսկ կներեք ընկերական հարաբերությունները մենք բոլորս ինչ որ միջավայրում մեծանում ենք։ Ես Բաքում խաղացել եմ ընկերների հետ, ունեցել եմ շատ լավ ընկերներ, որոնց մի մասը դարել են գիտնականներ, մի մասը դարձել են, չգիտեմ, մշակույթի ոլորտում մարդիկ, մի մասում, քանի որ դա Լեոկոնդ միջավայրներ, բարձա չէ, որ մի մասն է քրեական օրինակ հեղինակություններ են դար։ Հիմա ինչ անենք, ասենք վաղ ինձ ասել են, որ Նինան փողոցում տեսնում է ու բարևում է օրինակ քրեական ենթամշակույթ կրող ինչ որ մարդկանց հետ, հա, բայց մենք մի Բաքում այդ երեխեքի հետ մեծացնում ու երեխեքը ասելով արդեն հասուն մարդիկ են։ Այս իմաստով դե Բևերին գումարը ես գումարների հետ դե եթե հայտարարել է, հա, այդ ես այդ ֆինանսական դա միջև մեր հանդիպումն ա եղել, ես այդ մասին դա ամբողջ ընթացքի մասին է։ Դա ինչով է վատ, սա բերվում է որպես այդ որ դուք ասում եք փորում են, գտնում են ինչ որ վարկաբեկող բաներ, ուզում եմ հասկանամ ինչպես եք դուք գնահատում։ Փորձում են վարկաբեկել, բայց ոչ մի վարկաբեկող բան այդտեղ չկա։ Պարոն Էկոնոմովը կիսել է եւ հիմա շարունակում է ջերմ հարաբերությունների մեջ լինել Բևերի ում որ նշել է եւ էլի մարդկանց հետ ջերմ հարաբերությունների մեջ լինել, ժամանակին երբ որ Բևերը ունեցել է դժվարություններ, այդ երկար ժամանակի մասին է, սա մի օրվա մասին չի, սա երեկվա մասին չի, սա այսօրվա մասին չի, սա երկար տարիների աջակցության մասին է։ Եվ մարդը իր հոգու պարտն է համարել ունենալով ֆինանսական հնարավորություններ, աջակցել են մարդկանց, ովքեր փողոցում պայքարում են։ Հիմա եթե մարդիկ փորձում են, ինչ որ մարդիկ փորձում են մեզ հիմա եւ Բևերին եւ բոլորին դեմեմին եւ նժարին փորձում են կապել Ռուսաստանի Դաշնության հետ, դա հիմարություն է, որովհետեւ ասում եմ փնտրեք ձեր մեջ ձեր կապերը, անտրամաբանական է լսել տեքստեր մարդուց, որը ամեն օրվա ռեժիմով ասում է, որ մեր երկրում փորձում են հիբրիդային պատերազմ վարել, հետո գնում է ասում է, չէ, բալան, ոչ մի տեղից դուրս չեն գալի, ոչ հապկից ենք դուրս գալի, ոչ ԵԱՏՄ-ից ենք դուրս գալի, մենք ձեր աղբերն ենք, մենք ձեր փոքր աղբերն ենք, ինչ կասես, ոնց կասես, տենց կանեմ, այնքան որ ես մնամ պաշտոնի, ու այդ մարդկանցից իդեպ ես մի հատ լավ բան ասեցիք, մի հատ կարելի է նայել, տեսնել թե ովքեր են տարածողները եղել, ըստ այդմ կհասկանանք, թե որ fake էջերն են պատկանում, բացի նրանցից, որոնք գիտենք, նաև կիմանանք, թե որ էջերն են պատկանում նաև Նիկոլ Փաշինյանը։ Այդ էլ ասում է, այդ էլ մեր փեշակն է, այդ էլ մեր գործն է։ Իդեպ Բևերի եւ բոլորին դեմեմի ես շատ չեմ ուզում խորանալ, որովհետեւ որքան ես հասկացա ցավոտ էր։ Շատ ցավոտ էր այդ չգիտեմ ինչ ասեմ, ինչպես ասեմ, հրաձգությունը։ Ընդհանրում էլ չասեմ, հա, ինչ որ
գշտվեցիք, ինչ որ շատ տհաճ պատմություններ, որովհետև բայց բան չհասկացանք։ Երբ ես խնդրեցի դիմեցի Բևեռի ուրեմն ներկայացուցիչներին, ասեցի՝ «Կուզեք դեմարդեմ նստեք», իրենք ասեցին չէ, հետաքրքիր էր, դա նշանակում էր չգնացին դեպի սրելուն, բայց սուր էր բավականին իրավիճակը, կարող եք երկու խոսքով ասել, ինչ տեղի ունեցավ, ինչն էր հիմքը և ինչպես բաժանվեցիք։ Եկեք ես անձնապես իմ տեսակետը ասեմ, որովհետև բոլորին դեմ եմ, դա պլատֆորմա, որտեղ շատ տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ հավաքվել են մի գաղափարի շուրջ։ Հետևաբար մենք ունենք շատ տարբեր մոտեցումներ, շատ տարբեր հարցերի վերաբերյալ մեր պատկերացումները ու կարող ենք չկիսել իրար պատկերացումները ու մարդիկ նաև պայմանավորվածություն ունեն, որ մենք միասին ենք այս պրոյեկտը իրականացնելու համար, բայց մնացած հարցերում մենք բոլորս ազատ ենք մեր տեսակետները հայտնելու իմաստով։ Ինձ համար շարունակում են մնալ այն մարդիկ, ովքեր շատ երկար տարիներ պայքար են մղել ու պայքար են մղել ոչ թե տենց կաբինետներից նստած, տենց փափուկ, հա, չէ, մարդիկ փողոցում են եղել, մարդիկ տարիով փողոցում են եղել, տարիներով բռնության ու հետապնդումների են ենթարկել, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն մարդկանց, անգամ եթե ինչ-որ հարցերում համախոհ չեմ իրենց հետ, միևնույն է մեծ հարգանքով եմ վերաբերվում գաղափարական մարդկանց, ես այդ մարդկանց հետ կոնֆլիկտ չունեմ, ես ինքս էլ տեսել եմ իմ վերաբերյալ տենց մեղմ ասած այդքան լավ բաներ չէր ստացվել, բայց միևնույնն է, ես հարգում եմ այս թիմը գաղափարը կրողներին ու ես եմ կարծում, որ շարունակելը իմաստ չունի, կարող են լինել բոլորին դեմ մի թիմից մարդիկ, ովքեր կխոսեն ինչ որ հարցերում անհամաձայն կլինեն, համախոհ չեն լինի կամ իրար տենց մի տեսակ լարվածություն կլինի, դա նորմալ է, ես կարծում եմ դա նորմալ է, մարդիկ ազատ են իրենց տեսակետները հայտնելուց, հենց որ ոչ մի խնդիր չկա, թշնամանք չի կարող թշնամանք լինել այն մարդկանց միջև, ովքեր երկար ճանապարհ են անցել։ Ես բավականին մեծ դժվարություններ եմ ունեցել իրավապաշտպան գործունեություն իրականացնելու ժամանակ, երբ պաշտպանում էի, հանդիսանում էի Սասնա Ծռերից մի քանիսի կամ այն ժամանակ չկար իմ ու քո փաստաբան, այն ժամանակ բոլորս բոլորի փաստաբաններն ենք, մեր ամբողջ կազմակերպությունն է խնդիրներ ու դժվարություններ ունեցել, ես եմ խնդիրներ դժվարություններ ունեցել, շատերը Սասնա Ծռերի թիմակիցները, աջակիցները, համախոհները բնականաբար չգիտեն դրա մասին, ես չեմ էլ պատմել դրա մասին, ինչպիսի դժվարություններով ենք անցել եւ ես եւ կազմակերպությունը, բայց այս ամեն ինչից հետո, այս անցած ճանապարհից հետո ուղղակի չի կարող լինել թշնամանք, դա անլուրջ է իհարկե։ Բարի, գովազդային ընդմիջման են գնում, բայց մինչ այդ ես ընթերցեմ այն էլի գրառումը, որին պատասխանը խնդրելու եմ, որ դուք տաք։ Նինա, եթե դուք իրականում Նիկոլ չեք, ասում է օգտատերը, ուրեմն ձայն մի փոշիացրեք, հանեք ձեր կուսակցությունը եւ սատարեք առավել հավանական հաղթող ընդդիմադիր ուժին։ Մեկը այսքան տոկոս իրակարծիքով ձայն չեք հավաքելու եւ այսպես, եթե Նիկոլ չեք։ Գովազդից հետո դուք պատասխանեք այս գրառմանը։ Գովազդ է եթերում, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։
Ալբիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան հեսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Տիկին Նինա Կարապետյանցի հետ, իրավապաշտպան, բոլորին դեմ եմ կուսակցության ներկայացուցիչ։ Եվ այսպես, Նինա, եթե դուք իրականում Նիկոլ չեք, ուրեմն ձայն մի փոշիացրեք։ Խոսքը գնում է բոլորին դեմ եմ շարժման, այժմ եւ կուսակցության մասին։ Մի հարցել տամ, նոր տամ դուք պատասխանեք։ Երեկվա իմ հյուրերից մեկը, երբ որ ես ուղիղ հարցրեցի, խոսում էինք այն մասին, որ շատ կարևոր է, որպեսզի ընտրողները գնան, քաղաքացիները գնան ընտրությունների, շատ կարևոր է, եւ իմ հարցին թե ում եք ընտրելու, ասեց ընտրելու եմ ոչ Նիկոլ Փաշինյանին, ոչ ուրեմն Քոչարյանին եւ Սամվել Կարապետյանին, նոր ուժերին եմ ընտրելու։ Դե բոլորին դեմ եմ նել, նա անուն չտվեց իհարկե, այդ նոր ուժերի թվում է շնորհապետական կուսակցությունն է որոշակի նոր համարվում, նժարներ համարվում, հիմա բոլորին դեմ եմ նեմ, Քոչարին է ոնց որ թե նոր, դե բոլորին չթվարկեմ։ Եվ բոլորին դեմ եմ ասելիքս այն է, ընկալվում է որպես նորաստեղծ կուսակցություն, համարվում է, որ առողջ է այդ կուսակցությունը։ Հիմա իմ հարցը, ինչու պետք է գնան ձայնը տան բոլորին դեմ կուսակցությանը, այդ մի հարց է, եւ երկրորդը այս օկտատերի հարցը, արդյոք դուք ձայն չեք փոշիացնում։ Մենք ձայն չենք փոշիացնում, այն պարզ տրամաբանությամբ, որ մեզ ձայն տալու են նրանք, ովքեր չեն գտնում իրենց ցանկալի թիմերին եւ չեն գտել ոչ 21 թվականին, ոչ դրանից առաջ, որտեղ մեծ թվով մարդիկ ուղղակի չեն գնում ընտրությունների։ Մենք ունենք մոտավորապես 2, պաշտոնապես իհարկե 2.5 միլիոնի չափ ընտրողների ընտրելու հնարավորություն ունեցող մարդ ունենք, քաղաքացի ունենք։ Ընտրություններին մասնակցում են 1.200.000-ը։ Սա նշանակում է, որ ուղիղ կեսը չեն գնում ընտրություններին, ընդհանրապես չեն գնում, ոչ թե գնում են ինչ որ բան են անում։ Տնից դուրս չեն գալի։
Ինչու դուրս չեն գալիս։ Սա եւս բողոքի ակցիայի ձև է, հա։ Մարդիկ չեն գնում ընտրությունների, որովհետեւ չեն ուզում մասնակից դառնալ ու թաթախվել այս process-ի մեջ։ Հիմա ինչու մենք դուրս չեն գալու process-ից, որովհետեւ ձեր կուսակցությունը սատարեք առավել հավանական հաղթող ընդդիմադիր ուժին։ Առավել հաղթող ուժերը չեն առաջարկում են պրոյեկտները, որոնք առաջարկում են մենք։ Եվ այս պահին գոնե մենք չունենք համաձայնություն, որ իրականացնելու ենք այն պրոյեկտները, այն համակարգային փոփոխությունները, որոնք իսկապես կարող են բերել էական, զգալի, շոշափելի փոփոխություն մեր երկրում, որովհետև մեր երկիրը ունի երկու հիմնական խնդիր։ Մեկը դա բացարձակ իշխանությունն է, որը ստանում է, ինչ մոդել բերում դնում ենք, ստանում ենք բացարձակ իշխանություն մեկ անձի, եւ երկրորդը դա քաղաքական էլիտաների իսպառ բացակայությունն է։ Դաշտում քաղաքական միտք գրեթե չի հնչում։ Հիմա մեր առաջարկը մենք դուրս չենք գալու եւ մենք չենք փոշիացնելու, որովհետեւ մեր լսարանը, մեր թիրախային խումբը դա այն մարդիկ են, ովքեր ընդհանրապես չեն գնում ընտրությունների։ Եվ եթե մենք կարողանանք հասնել իրանց սրտերին, իրանց մտքին, այդ մարդկանց խնդրենք, համոզենք, որ գան ընտրություններին, կստացվի, որ Նիկոլ Փաշինյանի եւ մնացած բոլորի ում հասարակությունը դա չի ուզում, լավ կոնկրետ Նիկոլ Փաշինյանին ասենք։ Նիկոլ Փաշինյանի հավաքած ձայները տեսակարար կշիռը շատ ավելի քիչ է լինելու։ Մի բան է, երբ որ 1000 հոգի են գնում եւ Նիկոլ Փաշինյանը հավաքում է 500 ձայն եւ լուրջ ուրիշ բան է, որ Նիկոլ Փաշինյանը ինքնին ունի ֆիքսված քանակի ձայներ, կոնկրետ խումբ մարդիկ, ովքեր իր համար քվեարկելու են եւ լուրջ ուրիշ պատմություն է, երբ որ ընտրություններին գնան մասնակցեն 100,000 մարդ եւ Նիկոլ Փաշինյանը հավաքի իր 500 ձայնը, այսինքն իր տոկոսը այնքան ցածր է լինելու, որ այլևս վերարտադրվելու հնարավորություն չի ունենալու։ Հիմա մեր թիրախը այն մարդիկ են, ովքեր երբեք չեն գնացել ընտրություններին, չեն մասնակցել։ Ինչի պիտի ընտրեն բոլորին դեմեմին։ Տրամաբանությունը շատ պարզ է, որովհետեւ միայն մենք ենք առաջարկում նախ գալիս ենք շատ կոնկրետ ծրագրով, շատ կարճ ժամանակով, 100 օրով գալիս ենք առաջարկելու փոփոխություն անել, այդ կոտրել են մատրիցան, որ ես սկզբից ասում էի, իջեցնել շեմը 1%, որպեսզի փոքր ուժերը եւս կարողանան հայտնվել պարլամենտում, որպեսզի դուք կարողանաք ընտրություն ունենալ, որովհետեւ այս անգամ 1% հավաքած թիմը կկարողանա իրան այնպես դրսևորել, իր հնարավորությունները լծակներով, ամբիոնով, որպես падգամավոր մարդկանց, կոնկրետ իրավիճակներում աջակցելով, որ վաղը ինքը կարող է հավաքի օրինակ 20%, 30%, բայց քանի դեռ ինքը այդ հնարավորությունը չունի մտնել պարլամենտը, ոչ մի տոկոսը չի կա, ոչ մի փոփոխությունը տեղի չունենա։ Երկրորդը դա մեծամասնության հայտնի այդ դժբախտությունը, երբ որ մի փոքր մնացածից ավել ձայն հավաքածը հնարավորություն է ստանում անսահմանափակ իշխանություն է ստանում պարլամենտում ու ցանկացած քվեարկություն կարողանում է միանձնյա կազմակերպել, այդ դժոխքից մենք պիտի դուրս գանք։ Չի կարող մեկ կուսակցություն ամբողջական որոշումներ կայացնել մի ամբողջ ազգի ու ժողովրդի հետ կապված, ինչ անում է այսօր Նիկոլ Փաշինյանի թիմը։ Ցանկացած ուրիշ թիմ լիներ, նույն բաներ անելու այս օրենքներով։ Եվ երրորդը ամենակարևոր հարցերից մեկն է, որտեղ շատերի մոտ դա տենց ոնց որ օդից կախված միայն թվում է թե խայբ են արել, անվանումը դրել են բոլորին դեմ եմ, զուտ գրավիչ լինելու համար, չէ, մենք նաև առաջարկում ենք մոլորեցնելու մասը միշտ լինում է։ Նրանք ովքեր բոլորին դեմ են, նաև կարող է ձեզ դեմ լինեն, կգնան եւ կգրեն մենք չենք ստում, որովհետեւ մենք խոստանում ենք ստեղծել բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, որը ուղղակի քվեաթերթիկ չի, որտեղ դուք գալիս եք, ասում եք ես բոլորին դեմ եմ։ Բոլորին դեմ եմ քվեաթերթիկը ընտրելու պարագայում այդքան տոկոս ձայներ ինչքան հավաքելա բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, ոչ թե կուսակցությունը, որը մենք հիմա ներկայացնում ենք, այլ ապագայում քվեաթերթիկը ներդնելուց հետո։ Այդ բոլորին դեմ եմ քվեաթերթիկին համարժեք, համաչափ տեղերը պարլամենտում մնալու են դատարկ։ Դա նշանակում է, որ դուք պարալիզացվելու եք։ Այն իշխանությունները, որոնք գալու են, այն մարդիկ, այն թիմերը, որոնք ինչ որ ձևի հայտնվելու են պարլամենտում, իրանք պարալիզացվելու են։ Սա կարող է ասեն, այ դուք բերում եք, տենց քաոս եք բերում, չէ։ Դա կնշանակի, որ ցանկացած կուսակցություն այլևս չի ձգտի զզվեցնել, հոգնեցնել մարդկանց, որպեսզի մարդիկ չգնան ընտրությունների։ Այդ կնշանակի, որ բոլոր կուսակցությունները, ովքեր ընտրություններին մասնակցելու են, այդ ամեն ձայնի համար, որը պոտենցիալ կարող է բոլորին դեմ եմ լինելու, կռիվ է տալու, համոզելու է, խնդրելու է, ծրագրեր առաջարկելու, որ մարդիկ չգնան, բոլորին դեմ եմ չքվեարկեն, ու չստեղծեն իրավիճակ, որտեղ դուք հարցեր չեք, քվորում չի բավականացնում ձեր պրոյեկտներ իրականացնելու համար։ Այս սրա համար է, սրա մասին է,
սաղ կռիվը։ Այդ դրա համար մենք պիտի մի անգամ, սա բավարար է այսքան քայլերը վերջնական փոփոխություն բերելու համար, իհարկե ոչ, բայց սա այն նվազագույն շեմն է, որի շուրջ մեծ թվով մարդիկ եկել են համաձայնության, շատ տարբեր իրարից մարդիկ, շատ տարբեր մտածողություն ունեցող մարդիկ եկել են համաձայնության այս 3 կետը փոխելու, իդեպ այս 3 կետերը հնարավոր է փոխել օրենքով, այսինքն պարլամենտով է պետք փոխել, սա սահմանադրական փոփոխություն, այսինքն հանրաքվեի անհրաժեշտություն չկա, մեր օրինակ առաջարկը դժարի շատ ավելի խորքայիններ եւ ավելի մեծ փոփոխություն կարող էր բերել, բայց դրա համար սահմանադրական փոփոխություն անհրաժեշտ եւ հանրաքվեի անհրաժեշտ եւ դրա համար ժամանակ անհրաժեշտ, իսկ 100 օրում դա հնարավոր չի անել։ Եվ ինչու պիտի նաեւ ընտրեն մեզ, որովհետեւ այս փոփոխությունները անելուց հետո մեր վարչապետի տեխնացուն կկազմակերպի ընտրություններ եւ այլևս 10 տարի չի լինելու քաղաքական process-ի մեջ եւ բոլորին դեմ եմ այս պահին կուսակցությունը ինքը լուծարվելու է։ Սրանից ավելի մեծ երաշխիք, որ մենք ձեզ այսինքն օրվա վարչապետը, ընտրություններ կազմակերպող վարչապետը ինքը հետաքրքրություն չի ունենալու ինչ որ մեկին իր թիմակիցներից սատարի, որտեղ ինքը այլևս թիմակիցներ չի ունենալու։ Մենք գնում ենք ինքնալուծարման ճանապարհով։ Սրանից լավ մաքուր դասական քաղաքական առաջարկ այս դաշտում չի հնչում։ Բոլորը ասում են կգանք, այսքան բան կսարքենք, այդ կարևոր է, իհարկե կարևոր է։ Տնտեսական բաղադրիչը շատ կարևոր է, բայց մեր հասարակությունը հասկացել է, մենք այս տեսակ պրոյեկտներ լսել ենք անսահման այս 35 տարվա մեջ ում ասես ինչ պրոյեկտ ասես պրոյեկտ ենք լսել, խոստում ենք լսել, խոստումներ թող լինեն, ավելի խորքային է, թող խոստում լինի, թող եկեք համարենք, որ բոլորը աշխատել են վրան ու դա պրոյեկտներ են, որտեղ ես կարծում եմ, որ հիմա օրինակ կան առաջարկներ, որ դրա թիկունքում կանգնած մարդիկ իսկապես ի վիճակի են որոշակի փոփոխություններ բերելու, բայց դա բավարար չի։ Մեր պետությունը պիտի մի հատ ռեստարտ անենք, մենք պիտի մի անգամ նոր խաղի կանոններ մտցնենք, ու այդ խաղի կանոններում պիտի հասարակությունը մասնակից լինի։ Չի կարող այլևս մի խումբ մարդկանց կողմից, որոնք այդ պահին իշխանություն ունեն կամ լիքը փող ունեն, մենակ իրանց որոշումը լինի, թե ով է լինելու պարլամենտում, ինչ որոշումներ են կայացրելու, այսինքն հասարակությունը պիտի ժողովուրդը պիտի ներկայացված լինի պարլամենտում։ Տեսեք, մենք շատ ենք խոսում այն մասին, որ իշխանությունները ոչ մի, չգիտեմ դուք համաձայն եք այդ մտքի հետ թե չէ, որ ուժը որ գալիս է իշխանության, եթե նրա օրոք անցկացվում են ընտրություններ եւ այդ իշխանությունը կարող է վերարտադրվել, իրավունք ունի։ Նրա լծակները բավարար են, որ նա թույլ չտա, որ չլինի, չանցնի ընտրություններում չհաղթի։ Ճիշտ է դա թե ոչ, ցանկացած իշխանություններ այնքան լծակ, բավարար լծակ ունեն, որպեսզի վերարտադրվեն։ Ես կարծում եմ, որ այո, սա այն բացառիկ դեպքն է, երբ որ Նիկոլ Փաշինյանը անգամ ունենալով լծակներ, իսկ այդ լծակները սահմանադրությամբ են այդ ականները տրված, որովհետև փաստացի այն սուպեր վարչապետությունը, որ այդ թվում նաև ինքը Նիկոլ Փաշինյանը ժամանակին քննադատում էր տենց այդ նույն ամբիոնից տենց մատը թափ տալով, բողոքում էր այս սահմանադրությունից, բայց հետո միջև Ալիևի պահանջը չհնչեց, այս սահմանադրությունը փոխելու մասին խոսք չգնաց, որտեղ ձեռ էր տալի, որտեղ մեծ թվով անսահմանափակ իշխանություն ունի Նիկոլ Փաշինյանը այսօր։ Ու դա անգամ ՔՊ-ի իշխանությունը չի, դա անգամ պարլամենտական իշխանություն չի։ Դա մեկ անձի իշխանություն է, եւ կապ չունի այնտեղ նստած կլինի Նիկոլ Փաշինյանը թե չէ, որովհետեւ երբ որ դու ունես լծակներ, ես չգիտեմ, այդ ծավալի լծակ ունեցող մարդ շատ հեշտ կարող է կորցնի գայթակղվի։ Ես չգիտեմ, գուցե իսկապես ես համոզված եմ, որ մենք ունենանք մարդիկ, ովքեր ի վիճակի կլինեն այդ գայթակղությունը հաղթահարել կամ դրսևորել, բայց մենք ամբողջ կյանքը ոնց որ ականի վրա ենք ապրում։ Ամեն վարքյան դա կարող է պայթի, ինչ որ մեկը հայտնվի, նոր Նիկոլ Փաշինյան կամ ոչ Նիկոլ Փաշինյան հայտնվի ու մենք նորից դառնանք միապետության, այսպես բաներ, հա, ոնց որ։ Հիմա ինչու ես այս հարցը տվեցի, սա իմ մեծ հարցի մի հատված էր։ Այո, ասում եք դուք, դա այդպես է։ Քաղաքացիների մեծ մասը, ներողություն, մի մասը, որը տալու էր ձայնը Նիկոլ Փաշինյանին, իր համար դա լավ է, նորմալ է, որ Նիկոլ Փաշինյանը ունի լծակ վերարտադրվելու, նրանք տեսնում են, որ իրենց հույսը կապում են Նիկոլ Փաշինյանի հետ։ Կա մեկ այլ հատված, որտեղ կան ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին չեն ուզում տեսնել, չեն ուզում այդ միանձնյա կառավարումը որպեսի լինի, համարում են, որ իրենք ծուղակի մեջ են գտնվում, բայց ոչ մի կերպ քանդել չեն կարողանում այդ պատնեշը, այդ ուժեղը, այդ լծակները։ Եվ դուք ասում եք, ես
հարցնում եմ, դուք ասում եք քաղաքացի, եթե դու ուզում ես քանդել այն ինչ որ ձևավորվել է եւ որի դեմ դու մտածում ես դու ուժ չունես, ինչ էլ անես անցնելու է մեկանա, ինչ էլ անես արվելու է այնպես ինչպես որ նա է նախատեսում, դու ոչ մի ուրիշ լծակ չունես, քաղաքացի ես տալիս եմ քեզ այդ այլընտրանքը քանդելու, ինքնուրույն կառուցելու, այո դա է առաջարկում քաղաքացին։ Լավ ձևակերպեցիք, միջև ես պահը ոչ մեկ ճիշտ չէր կարողացել մեր մտքերը ավելի լավ ձևակերպել կամ դուք շնորհակալություն։ Երկար տարիների փորձը Իրանը ասում է, այո։ Ամբողջ խնդիրը նա է, որ դուք քաղաքացուն տալիս եք հարցը լուծելու, քո ուզած հարցը, այն հարցը, որը քեզ տանջում է, հարցը չէ, խոսքս այն մասին չէ, մարդիկ ովքեր ուզում են Նիկոլ Փաշինյանին։ Այո, կան մարդիկ, տոկոս, ինչ որ տոկոս կա, որ, բայց կա տոկոս, որը չի ուզում, ինչու իրեն համարում է այսպես ոնց որ զոհ, ասում է ես զոհ եմ, ես գնամ, չգնամ, մեկը նույնն է լինելու։ Իսկ դուք ասում եք ոչ։ Այո, մենք ասում ենք ոչ։ Դու կարող ես անել։ Դիմա ամենակարևոր հարցը դա այդ մանիպուլյացիան է, որ ասում են միևնույն է մեր ձայնից ոչինչ կախված չի, կախված է։ Հենց այդ մի ձայնից, հենց քո ձայնից կախված է, քո մասնակցությունից է կախված, շատ կարևոր է գնալ ընտրությունների, որովհետև կա հնարավորություն փոխել իրավիճակը։ Երկու տարբերակ առաջարկեմ։ Առաջի տարբերակը դուք գնում եք ընտրություններին եւ կապ չունի թե ում եք տալի ձայնը, որովհետև դու չես կարող մարդուն պարտադրել ինչ որ մեկին ընտրելու, բայց զուտ միայն ձեր մասնակցությունը արդեն քանակի հաշվին Նիկոլ Փաշինյանի ձայների տեսակարար կշիռը էականորեն քչանալու է, այդ առաջինը։ Ինչու բոլորին դեմեմին ես շատ կուզենայի որ տային ձայնը, որովհետև մենք ուրիշ որևէ մեկը չի առաջարկում նման բան։ Մենք առաջարկում ենք կոտրել այն համակարգը, որը թույլ է տալիս իշխանություններին անընդհատ վերարտադրվել եւ թույլ չի տալիս նոր ուժերին ժողովրդի ձայնը պարլամենտում լսեցնող, կամ տարածող, կամ այդ ամբիոնը ճիշտ օգտագործելու մարդկանց թիմերին հնարավորություն չի տալի, որ գան հայտնվեն այդտեղ։ Այդ մի տոկոսը բացառիկ, այդ մի տոկոսը իդեպ ասեմ, որ դա Պարոն Հայրիկյանի առաջարկներից մեկն է եղել, իր սահմանադրության առաջարկներից մեկն է եղել։ Ես անպայման ուզում եմ նշել, որովհետև սա մարդիկ աշխատել են։ Մենք լայն իմաստով համախոհություն չգտանք իրար հետ շարունակելու պայքարը, բայց շատ կարևոր է ասել, որ այս գաղափարին, բայց ինչու է սա կարևոր, որովհետև 1% դա մոտավորապես 15-20 հազար մարդիկ են, ու այդ 15-20 հազար, պատկերացրեք 15-20 հազար մարդ գալիս է, ու ինչ-որ մի թիմի ձայն է տալիս, ու այդ 15-20 հազար մարդը որևէ կերպ ներկայացված չի պարլամենտում, ու այդ 15-20 հազար մարդը, որոնք գտել են ինչ-որ փոքր թիմ, որին պատրաստ են օգնել, աջակցել եւ կիսում են այդ գաղափարները, իրենց ձայները գնում են տրվում են նրանց, ում իրենք ձայն չեն տվել փաստացի։ Այ մեր առաջարկը դրա մասին է։ Եկեք գնանք այնպիսի փոփոխությունների, որոնք բոլորին թույլ կտան խաղի մեջ լինել։ Խաղի կանոնները մի անգամ պետք է փոխել։ Եվ իմ վերջին հարցը, մեր ընտրությունները, դա ազգային ժողովի ընտրություններ են։ Մենք խոսում ենք, դուք մի քանի անգամ նշեցիք, ազգային ժողովում ներկայացված լինեն, թե մարդկանց գիտակցության մեջ նստած է, որ այս ընտրությունները մանավանդ, որ այդ քաստինգ են ասում շատերը, այդ գլուխները, դեմքերն ենք տեսնում, այո, թե մենք ամենակարող վարչապետ ենք ընտրում։ Խոսքը գնում է ժողովրդավարական պետության մասին, Հայաստան ժողովրդավարական պետություն, որտեղ ազգային ժողովում մարդիկ պետք է նստեն, որոնք ներկայացնեն 15000 է, թե քանի հազար է մարդ, եւ իրենց ձայնը մենք լսենք, որ այդ մարդկանց շահերն են ներկայացնում, ոչ թե իրենց անձնական հարցերն են լուծում այնտեղ ազգային ժողովում եւ ցույց տալիս, թե ով ավելի ճարտար մեկը մյուսին կարող է վիրավորել, ճարտար լեզվով եւ կերպով։ Մի խոսքով հարցս հետեւյալն է, ժողովրդավարական Հայաստան ազգային ժողովի ընտրություններ են, թե ամենակարող վարչապետի։ Ցավոք սրտի ամբողջ համակարգը ռուսերեն լավ բառ ասում զատոչինը այնպես է կազմակերպված, որ մենք դեռ շարունակում են մեր հասարակությունը անհատների ընտրել, ու եթե ուշադրություն դարձնեք անգամ ինչ որ կուսակցության մասին խոսելիս հիմնականում իրենց առաջնորդի անփոփոխ առաջնորդների մասին են խոսում տարիներ շարունակ, դա նորմալ չի, դա ճիշտ չի, որովհետև մենք հատկապես պարլամենտականի պայմաններում մենք պիտի ունենայինք գաղափարական կուսակցություններ, շատ տարբեր իրարից տեսակետներ ունեցող կուսակցություններ, որոնք պիտի ներկայացված լինեին եւ հասարակությունը պիտի ընտրեր ծրագրեր ոչ թե մարդկանց։ Ներողություն, մարդ կուսակցություն էինք դիտարկում, հիմա ազգային ժողով վարչապետ եք դիտարկում։ Այսինքն ոչ թե ազգային ժողովն է, իսկ կուսակցություններով մի քանի գուցե անցնեն։ Ցավոք սրտի, այո, մեր մոտ այդպես է, բայց նորից
վերադառնալով այն գաղափարին, թե ինչ պիտի ունենանք, ժողովրդավարությունը ալտերնատիվա չունի, ուղղակի չունի։ Դա իսկապես շատ դեպքերում լավագույնը չի, խոչընդոտող եւ դժվարություններ առաջացնող, լուծումները ավելի բարդ этаպներով անցնելու, բայց դա նաեւ թույլ է տալի, որպեսզի իրար հետ անհամաձայն մարդիկ նստեն, խոսեն, բանակցեն, եւ ես անկեղծորեն հույս ունեմ, որ այդ խոսելու կարողությունը իրար հետ դժվար հարցերում համաձայնության գալու հարցերը դեռ քննարկման դրական արդյունք կբերեն, որովհետև մենք թեև շատ քիչ ամնացել ընտրություններին, բայց մենք կարող ենք դեռ միասնական ճակատ ստեղծել եւ միասնական ճակատով գնալ ընտրությունների, որպեսզի կարողանանք իրական փոփոխություններ բերել։ Ես դեռ հավատում եմ դրան, ես միշտ լավատես եմ, որովհետեւ այլ իրավիճակում ստեղ կարելի է տենց հուսահատված նստել ու ասել, դե ոչինչ էլ չի փոխվի, ինձանից ոչինչ կախված չի, կախված է։ Կախված է նրանցից, ովքեր խիզախություն են ունեցել այս իրավիճակում առաջադրվել։ Կախված է նրանցից, ովքեր որ պիտի ողջամիտ լինեն եւ գնան ընտրություններին, կախված է նրանցից, ովքեր կարողացել են իրենց բարդ հարցերը մի կողմ դնել ու համաձայնության գալ եւ դեռ կարող են այլ ավելի մեծ մասշտաբի համաձայնության գալ եւ փոխել իրավիճակը, որովհետեւ իսկապես վիճակը բավականին բարդ է եւ սրա լուծումը ուղիղ կախված է յուրաքանչյուրիս վարքագծից, մտքից ու գործողություններից։ Եվ հետ են գալիս, որ ձեզ զգուշացումը զգուշ եղեք, դա նշանակում է յուրաքանչյուր քաղաքական գործիչ, յուրաքանչյուր անձ, ով մտնում է այս պայքարի մեջ, նա այդ վտանգը զգում է եւ այդ վտանգը կա, հա։ Վտանգը ինձ երբեք չի անհանգստացել, որովհետեւ ես նույն դրամաբանության մեջ իրավապաշտպան եղած ժամանակ այնքան սպառնալիքներ ու խնդիրներ եմ ունեցել, որ հիմա մի քիչ ֆորմատն է փոխվել, այլ տիպի, այլ բնույթի է, բայց ըստ էության առանձնապես իմ կյանքում բան չի փոխվել, մնացածն էլ պիտի հասկանան, վտանգը կա այնքան ժամանակ, քանի դեռ դու վախենում ես, քանի դեռ դու չգիտես, թե ինչ ես ուզում անել։ Երբ որ դու գիտես, թե ինչ ես ուզում անել, մնացածը տեխնիկայի հարց է։ Մենք ուզում ենք ունենալ, իհարկե, հանունը միշտ ավելի ուժեղ է, եւ ասում են, ինչ կապ ունի, թե ովքեր են իմ դեմ, շատ ավելի կարեւոր է, թե ովքեր են իմ կողքին կանգնած, իմ հին ընկերներ ասելով, գործընկերները, համախոհները, գաղափարակիցները, հին գաղափարակիցները, նոր գաղափարակիցները, շատ ավելի կարևոր է, թե ովքերով ենք մենք հավաքվել փոփոխություններ անելու համար, քան թե ովա fake news-եր տարածում տարբեր կայքերով եւ դեռ տարածելու է։ Եվ այո, վերջում բերեմ այն չէի ուզում, բայց հիմա մտածեցի վերջում այդ երկու գրառումը իրար հետևից։ Տիկին Նինա, խոսքը գնում էր այն ձեր պատասխանին, տակ այդ 600-ի կարգի մեկնաբանությունից։ Տիկին Նինա, ինչու եք այդքան նախանձ հարցնում է մեկը, իսկ մյուսը ասում է ջան, խելացի կին, խելացի մտքեր։ Սա ստանալու եք մինչև ընտրությունները, այս երկու ամիսը, դիմանալու եք։ Իհարկե դիմանալու եմ, առաջ Աստված, ամեն ինչ լավ է լինելու։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Նինա Կարապետյանցի հետ էինք զրուցում, իրավապաշտպան եւ բոլորին դեմ եմ նախաձեռնության կամ կուսակցության ոչ անդամ, այլ ներկայացուցիչ։ Զրույցը վարում էի ես Գայանե Առաքելյանս, բարին ընձեզ։